Ողջույն սիրելի ցուլեր, ես այժմ կներկայացնեմ 2023 թվականի սեպտեմբեր ամսվա կանխատեսումները այն մարդկանց համար, ովքեր ծնվել են ցուլ նշանի ներքո։ Դե ինձ սիրելիներս անցավ ամառը եւ այժմ անդրադառնալու ենք աշնան առաջին ամսին, որը մեզ բերելու է հանգստություն։ Հանգստություն այն առումով, որ ամառային ամիսները եղել էին բավականին լարված, կոնֆլիկտային եւ էմոցիոնալ, այժմ սեպտեմբերը կարելի ասել մի փոքր դանդաղ եւ հանգիստ ամիս է։ Նախ այս ամիսը գտնվում է այն տարերքի նշանի ներքո, հողի նշանի ներքո, որը ձեզ շատ հոգեհարազատ է։ Սա բնականաբար կույսի նշանն է, ուստի կարելի է ենթադրել, որ սեպտեմբեր ամիսը բավականին բարեհաճ է տրամադրված ցուլերի հանդեպ։ Վեներա մոլորակը, որը 2 ամիս շարունակ հետընթաց վիճակում էր եղել ձեր 4-րդ ոլորտում, շարունակում է իր տրանզիտը ձեր 4-րդ ոլորտում, սակայն արդեն սեպտեմբերի 4-ից հետո այն կլինի առաջընթաց։ Սա նշանակում է, որ սիրելի ցուլեր, եթե դուք ամառային ամիսների ընթացքում փորձել եք տուն վերանորոգել, կամ տան համար կահույք գնել, կամ տուն վաճառել, կամ տուն գնել, այսինքն տան հետ կապված որոշ հարցեր, որոնք անընդհատ փորձել եք, սակայն չի ստացվել ձեր ուզածով, ապա սեպտեմբերի 4-ից հետո այդ հարցերը ինքնաբերաբար պետք է լուծվեն արդեն շատ հաջող, որովհետև երբ Վեներան առաջընթաց է, մենք հստակ գիտակցում ենք ինչ ենք ուզում, ինչպես ենք ուզում, ինչն է մեզ դուր գալիս, եւ այստեղ արդեն Վեներան նաեւ լինելով ֆինանսների մոլորակ, այստեղ նաեւ տալիս է հարմար տարբերակով գնումներ կատարելու տան համար։ Սակայն հենց նույն օրը սեպտեմբերի 4-ին Յուպիտեր մոլորակը, որը ձեր առաջին ոլորտում է, իր հետընթացն է սկսում, որը տևելու է մինչև դեկտեմբերի 31-ը։ Սիրելիներս, Յուպիտերի հետընթացը այնքան էլ չի անդրադառնա ձեր կյանքի վրա, որովհետև Յուպիտերը սովորաբար տարվա ընթացքում 4-ից 5 ամիս ունենում է հետընթաց։ Նշանակում է սեպտեմբերի 4-ից դեկտեմբերի 31-ը ընկած ժամանակահատվածում պարզապես կարող է ձեզ մոտ մի փոքր դանդաղել ֆինանսական գործընթացը։ Ամսի 4-ին սակայն շատ լավ ուրիշ ասպեկտացիա ունենք, այստեղ Մերկուրի մոլորակը ձեր 5-րդ ոլորտից դեռևս հետընթաց վիճակում տրին է կազմում Յուպիտերի հետ, որը առաջին ոլորտում է։ Տեսեք սիրելի ցուլեր, երկուսն էլ գտնվում են հողի նշանի ներքո, Յուպիտերը ձեր առաջին ոլորտում է, Մերկուրին 5-րդ, այսինքն կույսի նշանի ներքո է։ Եվ սա հատկապես ձեզ համար շատ բարեհաջող է այն առումով, որ երեխաների հետ կապված հարցերը կարող են լուծվել, այստեղ ձեր հոբիի հետ կապված հարցերը կարող են լուծվել, հոբին կարող է դառնալ ձեզ համար ուրեմն ֆինանսական եկամուտ ունեցող աշխատանք։ Բացի դրանից այս ասպեկտը կրկնվելու միտում ունի, քանի որ ամսի 4-ին Մերկուրին դեռևս հետընթաց վիճակում է, իսկ ամսի 15-ից հետո արդեն երբ առաջընթաց շարժվի, ամսի 25-ին այս ասպեկտացիան կրկնվելու է։ Ամսի 8-ին նույնպես շատ լավ օր է, արևը 5-րդ ոլորտից տրին է կազմում Յուպիտերի հետ առաջին ոլորտում, դե ինձ սիրելիներս ձեզ համար շատ կարևոր մարդկանց հետ հանդիպում կարող եք ունենալ, միգուցե հովանավորներ կհայտնվեն, միգուցե լավ գործընկերներ կհայտնվեն, ինչու՞ չէ, միգուցե նաև կսիրահարվեք, որովհետև արևը գտնվում է 5-րդ ոլորտում, իսկ սա խոսում է հենց սիրահարվածության զգացումի մասին։ Նաև այստեղ արևը 5-րդ ոլորտում կարող է բերել նաև ինչ-որ միջոցառման մասնակցություն, այսինքն 5-րդ ոլորտը սա նաև հանգիստն է, հնարավոր է ամսի 8-ին մասնակցեք ինչ-որ միջոցառման, ինչ-որ բնության գիրք գնաք կամ էքսկուրսիայի մասնակցեք, սա շատ լավ օր է։ Ամսի 15-ին տեղի է ունենում նորալուսին ձեր 5-րդ ոլորտում։ Սիրելի ցուլեր, ամսի 15-ից հետո ամեն նոր գործ կարելի է սկսել։ Ինչու՞, որովհետև ամսի 15-ից սկսած նախ Մերկուրի մոլորակն է սկսում իր առաջընթացը, այսինքն մինչ այդ Մերկուրին հետընթաց էր, մենք հիշում ենք հետընթաց Մերկուրիի ժամանակ ոչ մի նոր գործեր չենք սկսում, նոր մարդկանց հետ գործարքներ չենք կատարում, եւ այստեղ ամսի 15-ից սկսած արդեն Մերկուրին առաջընթաց է, հենց նույն ինքը 5-րդ ոլորտում, եւ նաեւ նույն օրը նորալուսին է տեղի ունենում։ Դե ինչ, երբ նորալուսին է, առաջիկա 28 օրվա ընթացքում նորություններ են սպասվում այս ոլորտում։ Տեսեք, այստեղ շատ ցուլերի կյանքում հետաքրքիր իրավիճակներ կարող են լինել։ 5-րդ
5-րդ ոլորտը սա այն ամենն է, ինչը մեզ հաճույք է պատճառվում։ Հնարավոր է ամսի 15-ից հետո նոր մարդ հայտնվի ձեր անձնական կյանքում, հնարավոր է ամսի 15-ից հետո կամ նրա մոտակա օրերին երեխա ծնվի տանը, հնարավոր է ամսի 15-ից հետո դուք հանգստի մեկնեք, այսինքն այստեղ 5-րդ ոլորտը մեզ բերում է այն բոլոր հաճույքները, որոնք մենք ցանկանում ենք։ Իսկ Մերկուրին, երբ առաջընթաց է, արդեն բնականաբար ակտիվանում են ծանոթությունները։ Ամսի 16-ը նույնպես շատ լավ օր է, դրական անակնկալներով օր, այստեղ արևը և Ուրանը տրին ասպեկտ են կազմում, տեսեք, երկուսն էլ գտնվում են կրկին հողի նշանի ներքո և սա ցուլերի համար շատ բարենպաստ օր է ամսի 16-ը, կարելի է և ֆինանսական գործարքներ կատարել, կարելի է և բժշկի գնալ, կարելի է և ցանկացած ուրեմն անձնական հարց լուծել, սակայն այդ ամենը չթողնեք ամսի 17-ին, որովհետև ամսի 17-ին արդեն ունենք լարվածություն Վեներա և Յուպիտեր մոլորակների միջև։ Սիրելիներս, այս լարվածությունը արդեն եղել է օգոստոս ամսին և այստեղ Վեներա Յուպիտերի միջև տեղի ունեցել ուրեմն լարված քառանկյուն։ Այդ ժամանակ Վեներան եղել է հետընթաց վիճակում, իսկ մենք հիշում ենք սեպտեմբերի 4-ից արդեն Վեներան առաջընթաց է, այսինքն այն հասնում է այն նույն աստիճաններին, որում կազմել էր այս քառանկյունը և ամսի 17-ին կրկին ունենք Վեներա Յուպիտեր քառանկյունը։ Սա խոսում է ինչ-որ կոնֆլիկտային իրավիճակի մասին, որը կա տան անշարժ գույքի կամ տան անդամների հետ կապված, այսինքն այստեղ ուշադիր ենք լինում, որ մեր հարազատների հետ չվիճենք, տան անշարժ գույքի հետ կապված ինչ-որ սխալ գործարք չկատարենք կամ այստեղ ինչ-որ ֆինանսական հարց, որը հենց կապված է առք ու վաճառքի հետ, չիրականացնենք, որը կարող է մեծ կորուստներ բերել։ Ամսի 21-ը նույնպես շատ հոյակապ օր է, այստեղ ունենք արև, Պլուտոն, տրին ասպեկտը, Պլուտոնը ձեր գտնվում է 9-րդ ոլորտում, սիրելի ցուլեր, իսկ արևը դեռևս 5-րդ ոլորտում, մինչև ամսի 23-ը։ Ուրեմն տեսեք, ամսի 21-ի այս ասպեկտը ինչ կարող է բերել։ Այն առաջին հերթին կարող է կապված լինել ճամփորդությունների հետ, օրինակ ենթադրենք դուք դիմել եք դեսպանատուն և ամսի 21-ին արդեն ստանում եք դրական պատասխան, կամ այստեղ կարող է շատ լուրջ գործարք լինել ինչ-որ պետական հաստատության հետ կապված, փաստաթղթային հարցերը կարող են շատ հաջող լուծվել, նաև այստեղ եթե ունեք երկար ձգձգվող դատական պրոցես, այդ դատական պրոցեսը կարող է լուծվել։ Նաև ամսի 21-ի այս ասպեկտը, քանի որ Պլուտոնի 9-րդ ոլորտում է, կարող է կապված լինել քննությունների ուսումնական պրոցեսների հետ։ Ընդհանրապես այս տրին ասպեկտացիան Պլուտոնի և արևի միջև այն հիմնականում ազդելու է հասարակության վրա, այլ ոչ թե հենց անձամբ մեր կյանքի վրա, այսինքն մեր շրջապատում ինչ-որ բաներ կարող են փոփոխվել, որոնք կարող են մեր կյանքը փոխել դեպի լավը։ Ամսի 29-ին տեղի է ունենում լիալուսին ձեր 12-րդ ոլորտում։ Սիրելի ցուլեր, հենց այս լիալուսնի նկատմամբ շատ ուշադիր պետք է լինեք, որովհետև ուղիղ մեկ ամիս հետո հոկտեմբերի 28-ին տեղի է ունենալու լուսնի խավարում հենց ձեր նշանի ներքո, այսինքն ձեր առաջին ոլորտում, իսկ մենք գիտենք, որ խավարումները իրենց ազդեցությունը սկսում են դեռևս մեկ ամիս առաջ։ Սա վերջին լուսնի խավարումը կլինի ձեր նշանի ներքո և արդեն նշեցի, որ ամառվանից հյուսիսային հարավային կետերը տեղափոխվել են ուրեմն խոյ և կշեռ կառանցքի վրա և նշանակում է առաջիկա ժամանակահատվածում մոտ 9 տարի ուրեմն ցուլ կարիճ առանցքի վրա այլևս խավարումներ չեն լինի։ Ուրեմն տեսեք, այս լիալուսինը 12-րդ ոլորտում կարող է բացահայտել գաղտնիքներ, քանի որ 12-րդ ոլորտը սա փակ ոլորտ է, նշանակում է այստեղ ինչ-որ մի բան պետք է բացահայտվի և ձեզ համար պարզ դառնա։ Բացի դրանից հնարավոր է, որ հենց ձեր գաղտնիքը բացահայտվի, այսինքն ինչ-որ գաղտնի գործարք եք կատարել, գաղտնի վաճառք եք իրականացրել կամ ինչ-որ մի բան եք արել գաղտնի մարդկանցից, ուրեմն թաքուն, սակայն ուրեմն տեսեք այս ամսի 29-ի լիալուսինը բացահայտելու է ձեր այդ գաղտնիքը և մարդկանց մոտ իրարանցում է առաջացնելու։
Բացի դրանից, եթե դուք բուժվում եք հիվանդանոցային պայմաններում եք գտնվում կամ մեկուսացած եք ինչ-ինչ պատճառներով մարդկանցից, այս լիալուսինը վերջ կդնի ձեր այդ վիճակին, որովհետև 12-րդ ոլորտը սա մեկուսացած վիճակն է, սա փակ վիճակն է, որը պետք է վերջանա։ 12-րդ ոլորտը նաև հեռավոր երկրների ճամփորդություններն է, եթե նման նպատակներ ունեիք, ապա հնարավոր է որ ամսի 29-ի լիալուսինը նաև բերի արդյունք այդ ճամփորդության հետ կապված։ Ենթադրենք ճամփորդում եք ամսի 29-ին կամ նրա մոտակա օրերին արդեն վերադառնում եք կամ հակառակ ամսի 29-ին պարզ է դառնում, որ կարող եք արդեն ճամփորդել։ Բայց հենց նույն օրը ամսի 29-ը շատ լարված օր է լինելու, հատկապես ձեզ համար, որովհետև ձեր գլխավոր մոլորակ Վեներան այստեղ 4-րդ ոլորտից կրկին լարված ասպեկտացիա է կազմում, այս անգամ Ուրանի հետ։ Սիրելիներս, Ուրանը հիշում են գտնվում է ձեր առաջին ոլորտում եւ շատ ցուլեր վերջին մի քանի տարիների ընթացքում, ես ինքս ականատես եմ եղել, ես ինքս այդպիսին եմ դարձել, շատ ըմբոստ են դարձել, սա Ուրանն է, Ուրանի հատկանիշներն են։ Եվ այստեղ Ուրանը անակնկալ է, տհաճ անակնկալ է մատուցում։ Ուրեմն այդ տհաճ անակնկալը կարող է լինել հենց ձեր կողմից ձեր տանեցիների նկատմամբ։ Այսինքն կկատարեք ինչ-որ մի քայլ, որը նրանց կողմից սխալ կդիտարկվի եւ կլինի վիճաբանություն ու կոնֆլիկտ։ Վեներան գտնվում է 4-րդ ոլորտում։ Համենայն դեպս ուշադիր եղեք, եթե տան հետ կապված արք ու վաճառքի կամ անշարժ գույքի հետ կապված ինչ-որ փաստաթղթային հարցերի հետ կապված կան խնդիրներ, ապա փորձեք այդ ամենը չկատարել ամսի 29-ին։ Դե ինձ սիրելիներս, այսքանը սեպտեմբեր ամսվա համար, կհանդիպենք հաջորդ հոլովակում։ Առայժմ